Ողջունում եմ բոլորիդ հարազատներ ու ուրախ եմ բոլորիդ տեսնելու։ Սա այն առանձնաշնորհումն է, որ ամեն մեկս ունենք շաբաթվա մեջ գոնե մեկ օր միասին մեկտեղ հավաքվելու եւ Տիրոջը պաշտելու։ Ինչպես որ առաջ որպես պատվեր ունեին հրեաները շաբաթ օրը սուրբ պահելու եւ սուրբ ժողով ունենալու, մեզ համար շաբաթը օրենքի շրջանակում չի, բայց մենք ուզում ենք այս օրը, այս սուրբ հավաքը պահել, որովհետև նույն պատվերը նաև ստացանք նոր կտականի շրջանակում, որ մեկտեղ հավաքվելը պիտի չթողնենք։ Սա մեր փափագն է, սա մեր ցանկությունն է եւ խնդիրը ստիպելու մեջ էլ չի, եթե ինչ-որ մեկին անդադար պետքա ստիպես, ասես, գիտեք ինչ կա, կիրակի օրը եկեք պաշտամունքի կամ գնա ծառայության կամ գնա սերտողության, սրա մեջ ուրեմն ինչ-որ խնդիր կա, այսինքն եթե դա ինչ-որ իրավիճակ է հասել, որ մեզ ինչ-որ մեկը պետքա ստիպի։ Երբ որ նոր էի դարձի եկել ապաշխարել, նկատեցի մի բան, որ ծառայության օրերին մարդիկ են հրավիրում ծնունդի, որ երկար ժամանակ կապ չեմ ունեցել հետները։ Կամ ինչ-որ մի բաներ էին տեղի ունենում, որոնք որ առաջին հայացքից կարային լինեին արդար պահանջ կամ արդարացումներ, որ դե հիմա սա է, սրա կարիքը կա, էս կա, այն կա, որպեսզի միաբանությամբ մեկտեղ չհավաքվեինք։ Սակայն երբ որ վերջնական ինձ համար որոշում կայացրեցի եւ Տերը օգնեց այդ իմաստությունը տվեց հստակեցնելու ինձ համար, որ սա իմ համար է, սա իմ փափագն է, իմ ցանկությունն է, դրանից հետո արդեն նման հարցեր չկար ընդհանրապես։ Ես ունենում եմ արդեն այդ դեպքում Տիրոջմով սկզբունքներ, որոնց որ ուզում եմ ամուր պահեմ։ Նորից սա ինձ համար օրենք չի դարձել, բայց ամեն տերունական օրը առիթ է ձեզ բոլորիդ տեսնելու, միաբանությամբ Տիրոջը աղոթք բարձրացնելու, միասին երգելու, Տիրոջը փառավորելու, միասին եւս մեկ անգամ խոսքին անդրադառնալու։ Որովհետև եթե դուք կարծում եք, որ այն ինչ որ հիմա քարոզելու եմ, դե ընդամենը ասում եմ այն ինչ որ գիտեմ, հավատացնում եմ ձեզ այն ինչ որ հիմա ձեզ քարոզելու եմ ու ինչ որ քարոզում եմ, այդ խոսքը նորից խոսում է ինձ հետ։ Սա ինձ էլ է վերաբերվում եւ այս խոսքով ես նորից օրհնվում եմ։ Դրա համար ուրախ եմ, որ այս հասկացողությունն ունեք եւ այս փափագն ու ցանկությունն ունեք մեկտեղ հավաքվելը չթողնելու եւ միասին Տիրոջը պաշտելու։ Սիրելիներ, շուտով հեսա կսկսենք արդեն Սուրբ Ծննդյան շրջանակում որոշակի քարոզաշարք ունենալու, բայց դեռևս Մատթեոսի ավետարանի շրջանակում ենք եւ շարունակելու ենք այն քարոզաշարքը, որը որ մենք ունենք։ Եթե հիշում եք, ընդհանրապես խոսում ենք արդար կերպով վարվելու մասին եւ այսօր կխոսենք, թե ինչու պետք է արդար կերպով վարվեմ։ Որն այն պատճառը, որոնք են այն դրդապատճառները, որոնք որ ինձ պարտավորեցնում են նման ձևով վարվելու, նման ձևով ընթացք ունենալու։ Մինչ կանցնենք զուտ մեր հատվածին, գուցե ոմանք ծանոթ կլինես պատմությանը, չգիտեմ, լսել եք թե ոչ Դեսմոնդ Թոմաս Դոսի մասին, որը որ ծնվել էր 1919 թվականի փետրվարի 7-ին։ Նրա հիմնական նրա մասին պատմությունը ինչ որ գիտենք, սա էր, որ երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նա ցանկություն է հայտնում գնալու եւ պատերազմին մասնակցելու։ Բայց եթե բոլորի կամ մեծամասնությունը գնացել էին այնտեղ որպեսզի սպանեին, իր որոշումն էր, իր փափագն էր գնալու եւ փրկելու, գնալու եւ բուժելու։ Ճիշտ է, այդ որոշումը այդքան էլ հեշտ ձևով չընդունվեց շրջապատի կողմից, նույնպես եւ զինվորականների կողմից, ինչի, որովհետեւ ասում են, եթե զենք չես վերցնելու, քո գալու նպատակը ո՞րն է։ Քո վրա ինչպես ենք հույս դնելու կամ դու ինչպես ես մեզ օգնական լինելու։ Բայց այնուամենայնիվ ինքը որոշում ուներ եւ ցանկություն ուներ մասնակցելու եւ նպատակ ուներ
իր վարքը կամ իր ընթացքը այլ կերպ կազմակերպելու։ Երբ որ ճապոնացիների հետ հակամարտության մեջ էին ամերիկացիք, նա այդ ճակատամարտի ժամանակ Օկինավայի գրավման հետ կապված փրկել է 75 զինվորի կյանք, որոնք որ վիրավոր վիճակում էին եւ մարտի դաշտից նրանց դուրս է հանել։ Եվ դրա հիման վրա նույնիսկ ֆիլմ էլ կա, կարող եք նայել, կոչվում է «По соображениям совести», այսինքն երբ որ մարդը որոշում կայացրեց արդար վարք, իր համար արդար վարք եւ վերաբերմունք ցույց տալու, այն ժամանակ, երբ դիմացիները կամ կողքինները դա նորմալ չէին համարում, չէին ընդունում։ Մենք էլ մեր կյանքի ընթացքում հայտնվում ենք տարբեր իրավիճակներում։ Եվ այդ տարբեր իրավիճակներում որոշման հնարավորություն ենք ունենում։ Վարվելու ըստ մեր ցանկության, մեր կամքի համեմատ, կամ վարվելու այնպես, ինչպես որ Աստված ինքն է ցանկանում կամ կամենում։ Եվ այս որոշումը մենք կայացնում ենք ամեն օր, ամեն վայրկյան։ Խոսքը մենակ այստեղ գտնվելու մասին չի։ Երբ որ տերունական օրը, կիրակի օրը պաշտամունքի ենք եկել, նստել ենք, միասին ենք, Աստծո խոսքն ենք կարդում, ստեղ որոշումներ շատ կայացնելու տենց ինչ-որ բաներ անելու կարիքը չկա։ Նստած ենք, լսում ենք, ամենը պետք է կասենք, ու վերջ կանցնի կգնա։ Այս որոշումների կարիքը մենք ունենում ենք կայացնելու, երբ որ այստեղից պաշտամունքից հետո գնում ենք տուն, գնում ենք մեր աշխատանքի վայրը, մեր ուսման տեղն ենք լինում, մեր ընտանիքում ենք լինում որոշումներ քայլեր կատարելուց։ Այս ժամանակը երևում իրապես մեր սովորածը, այն ամեն ինչ որ լսում ենք, այն ամեն ինչ որ գիտենք, գործնականում կյանքի վերածվում են, թե ոչ։ Փնտրում ենք մենք Աստծո արդարությունը ու վարվում ենք ըստ այդ արդարության, թե վարվում ենք ըստ մեր ցանկության եւ ըստ իրավիճակի։ Իրավիճակներն են մեզ թելադրում, թե Աստծո խոսքն է մեզ թելադրում եւ ուղեցույց լինում։ Խնդրում եմ բացեք Մատթեոսի ավետարան 7-րդ գլուխ, ընթերցելու ենք 7-ից 12 համարները։ Մատթեոսի ավետարան 7-ից 12 եւ մինչ կընթերցենք, խնդրեմ, որ ոտքի կանգնեք եւ միասին ոտքի կանգնած Աստծո խոսքը ընթերցենք։ Մատթեոս 7-րդ գլուխ, ընթերցելու ենք 7-ից 12 համարները։ Խնդրեք եւ կտրվի ձեզ։ Փնտրեք եւ կգտնեք։ Բախեք եւ ձեզ կբացվի, որովհետեւ ով որ խնդրում է, ստանում է, ով որ փնտրում է, գտնվում է, ով որ բախում է, նրան բացվում է։ Կամ ով է ձեզանից այն մարդը, որից եթե իր որդին հաց խնդրի, նրան քար կտա, կամ ձուկ խնդրի, նրան օձ կտա։ Արդ եթե դուք որ չար եք ձեր զավակներին բարի պարգևներ տալը գիտեք, հապա որքան առավել ձեր հայրը, որ երկնքում է, բարիքներ կտա նրանց, ովքեր խնդրում են իրեն։ Այն ամենը ինչ կամենում եք, որ մարդիկ ձեզ անեն, այդպես եւ դուք արեք նրանց, որովհետեւ սա են օրենքները եւ մարգարեները։ Ամեն։ Աղոթենք։ Մեր Տեր ու Փրկիչ, փառք ենք քեզ տալիս այս իրապես գեղեցիկ օրվա համար եւ այս առիթի համար, որ կարող են գալ քո առաջ մեծարանքով, փառաբանությամբ, Տեր Աստված, եւ աղոթում եմ, որ դու խոսես ամեն մեկի սրտի հետ, Տեր։ Դու օգնես, որպեսզի շատ հստակ որոշում կայացնենք մեզ համար, այո, հետևելու քո կամքին եւ քո պատվերը կատարելու, Տեր Աստված։ Գործելու այնպես, ինչպես որ դու ես կամենում, որտեվ միմիայն այդ միջոցով է, որ դու ես փառավորվելու, Տեր։ Ոսի խնդրում եմ, որ ամեն մեկից կենտրոնացնես այս բանին խոսքիդ նկատմամբ, Տեր Աստված, եւ վեր անես ամեն տկարություն, որպեսզի այն ամեն ինչ որ առնենք, քեզանից առնենք, քո կամքի համեմատ լինի եւ կարողանանք որպես եկեղեցի, որպես համայնք ասենք այո եւ ամեն Տեր քո կամքին։ Ոստի ամեն ինչի մեջ դու փառավորվիր եւ դու մեծարվիր։ Հիսուսի սուրբ անունով, ամեն։ Նստեք, խնդրեմ։ Իրեք մենք կանչված ենք արդար կերպով վարվելու դիմացի նկատմամբ, քանի որ Աստված է այդպես վարվում մեր նկատմամբ, եւ դա բխում է Աստծո ով լինելուց։
Մենք կանչված ենք վարվելու այնպես, ինչպես որ կուզենայինք, որ մեր նկատմամբ մարդիկ ինչ անեն, վարվեին։ Իսկ այդ օրինակը ումից ունենք։ Աստծուց, Հայր Աստծուց մենք ունենք այդ օրինակը, հոգատար վերաբերմունքը ամեն մեկից նկատմամբ։ Ամեն օրը, ամեն վայրկյանը իրապես բոլոր նրանց համար, ովքեր որ Քրիստոսինն են, բոլոր նրանց համար, ովքեր որ Հոր Աստծո որդիներ են, նրանք տեսնում են Աստծո հոգատար ձեռքերը, Աստծո հոգատար այդ ճանապարհը, որով որ մեզ ուղղորդում է Տեր Աստված։ Եվ սա մեզ համար օրինակ եւ ուղեցույց պետք է լինի, որպեսզի մենք էլ նույն կերպով վարվենք։ Մենք անցած անգամ խոսեցինք, թե ինչպես պետք է արդար վերաբերմունք ունենանք նախ մեր գործած եղբոր նկատմամբ, երբ որ խոսում էինք, գիշեք շուղի ու գերանի մասին, թե ինչպիսի վարք վերաբերմունք պետք է ունենանք, ինչպիսի քայլերի վրա պետք է ուշադրություն դարձնենք, որ չլինենք կեղծավորների նման։ Եվ երկրորդ մենք խոսեցինք, թե ինչպիսի վարք եւ վերաբերմունք պետք է ունենանք նրանց նկատմամբ, ովքեր որ անարգում են խոսքը, մերժում են խոսքը, ծաղրում են խոսքը եւ ագրեսիվ կերպով են արձագանքում։ Արդյոք դա հեշտ է։ Չէ։ Ասեմ, որ այս նման գործերի, այս նման վերաբերմունքի, այս նման հարցերի մեջ մենք կարիք ունենք Տիրոջը առաջնորդության, Տիրոջը ողորմության։ Մենք կարիք ունենք եւս մեկ անգամ հաստատվելու, որ թե ինչի մենք պետք է նման ձևով վարվենք։ Եվ այսօր խոսելու ենք հենց այդ արդար վերաբերմունքի մասին եւ այս լեռան քարոզի հասել ենք կուլմինացիային կամ մոտենում ենք ավարտին, որտեղ որ Հիսուս Քրիստոս ամփոփելով այն ամեն ինչ որ սովորեցնում է, տալիս է մի պարզ սկզբունք։ Մատթեոս 7:12 ասում է. այն ամեն ինչ կամենում եք, որ մարդիկ ձեզ անեն, այդպես եւ դուք արեք նրանց։ Ինչու՞, ասում է, որտեվ սա են օրենքը եւ մարգարեները։ Այն ամեն ինչ որ ասեցի, այն ամեն ինչի մասին որ մենք խոսեցինք, գալիս է մի պարզ նախադասության մեջ։ Այն ամեն ինչ որ կամենում եք, որ ձեզ անեն, դուք արեք մարդկանց, դուք արեք դիմացիներին։ Ինչու արդար կերպով վարվենք, այսօր կտեսնենք 3 պատճառ։ Առաջինը սա է. երկնավոր Հայրը խոստացել է այդպիսի վերաբերմունք մեր նկատմամբ։ Մեր երկնավոր Հայրը Տեր Աստված ինքն է խոստացել նման վերաբերմունք մեր նկատմամբ։ Եկեք եւս մեկ անգամ ընթերցենք 7-ից 8 համարները։ Տեսեք ինչ է ասում խոսքը։ Ասում է խնդրեք եւ կտրվի ձեզ։ Փնտրեք եւ կգտնեք, բախեք եւ ձեզ կբացվի։ Իրականում այս խնդրեքի, փնտրեքի եւ բախեքի մեջ ամփոփվում է մեր ողջ ցանկությունները։ Այսինքն ինչի որ մենք կարիք ունենք, մենք այս շրջանակում կարող ենք այդ բոլոր կարիքները ինչ անել, գտնել։ Եվ Տեր Հիսուսն ասում է, որ ներկայում ինչ որ փնտրեք, ապագայում ինչ եք անելու, գտնելու եք, այն ինչ որ խնդրեք, ստանալու եք, եւ այն ինչ որ բախեք, դուռը բացվելու է։ 8-րդ համարը նորից նույն տրամաբանությամբ է շարունակվում, բայց կա մի փոքր տարբերություն։ Նայեք, ասում է, որովհետև ով որ խնդրում է, երբ է ստանալու, ներկայիս ասում է նաև ստանում է ներկայում։ Ով որ փնտրում է, ինչ է անում, ներկայում նաև ինչ է անում, գտնում է, եւ ով որ բախվում է, նրան նորից բացվելու է ապագայում։ Ուշադրություն դարձեք, երբ որ մենք տեսնում ենք ներկայի հետ կապված, այսինքն մենք ներկայում խնդրում ենք եւ ապագայում կգտնենք, նաեւ ներկայում խնդրում ենք, ներկայում ենք գտնելու, ցույց է տալիս շարունակականությունը։ Ցույց է տալիս, որ մենք լիարժեք կախվածություն ունենք մեր երկնավոր Հորից, եւ մեր երկնավոր Հայրը մեզ խոստում է տվել, որ իր զավակները, իր սիրելիները գտնելու են։ Նրանք, ովքեր որ փնտրում են, գտնելու են։ Նրանք, ովքեր որ խնդրում են, ստանալու են։ Նրանք, ովքեր որ թակում են, նրանց բացվելու է։ Ամենօրվա կախվածություն։ Այս ամենօրվա կախվածությունը նաև մենք տեսել էինք մի քանի համարներ առաջ, երբ որ խոսում էինք տերունական աղոթքի մասին, կհիշեք, երբ որ Տեր Հիսուս սովորեցնում էր մեզ աղոթելու, ասում է,
ամեն օրվա հացը դուր մեզ այսօր, այսինքն եւս մեկ անգամ ցույց է տալիս մեր կախվածությունը Տեր Աստծուց։ Մենք ամեն օր դրա կարիքն ունենք։ Եվ Տեր Աստված խոստացավ, որ այն վերաբերմունքը ինչ որ Աստծուց է գալի, իր էությունից է գալիս, ինքը ինչ է անելու, արտահայտելու է մեր նկատմամբ։ Ինչ խնդրենք, արդյոք դա նշանակում է, որ այն ամեն ինչ որ խնդրենք, ստանալու ենք, հա? Չէ։ Ստեղ կա որոշակի սահմանափակում, բայց այդ սահմանափակումը ինչ շրջանակում է։ Նայեք, նախ եւ առաջ ինչ խնդրենք։ Իմաստության կարիք ունենք, որպեսզի կարողանանք ճիշտ ձևով վարվելու։ Երբ որ խոսում ենք, որ ինչպես վարվենք մեր գործած եղբոր նկատմամբ, նորից մենք իմաստության կարիք ունենք, որտեվ եթե իմաստությամբ չվարվեցինք, օգնելու տեղը ինչ ենք անելու, ավելի ենք վնաս տալու։ Ինչպես վարվենք ավետարանը քարոզելու մեջ, նույնպես իմաստության կարիք ունենք, որպեսզի ճիշտ կերպով, լիարժեք կերպով ավետարանը փոխանցենք։ Եվ Հակոբոսն ինչ է ասում, որ ով որ հավատքով խնդրի, Աստված նրան խոստացել է, որ կտա։ Բայց լինում են դեպքեր, որ մենք չենք ստանում այն ինչ որ խնդրում ենք։ Նույն Հակոբոս 4 գլուխ 3 համարի մեջ Հակոբոսը հետևյալն է ասում, Հակոբոս 4:3, խնդրում եք, բայց չեք ստանում, որովհետև չար ձևով եք խնդրում, որպեսզի ձեր ցանկությունների համար ինչ անեք, վատնեք, կամ ձեր ցանկություններին եք ուզում իրականություն դարձնել։ Աստված կատարում է ամեն բան իր կամքի համեմատ եւ փափագում է ու ցանկություն ունի, որպեսզի մեր վարքը, մեր ցանկությունները, մեր ընթացքը համահունչ լինի իր կամքին։ Հետևաբար իր կամքի մեջ, եթե ինչ-որ մի բան խնդրենք, ինչ կլինի, կտրվի մեզ։ Առաջի Հովանու 3 գլուխ 22 համարը, եւ ինչ որ խնդրենք, կստանանք նրանից, ինչու՞։ Որովհետև նրա պատվիրանները պահում ենք եւ նրան հաճելի բաներն ենք անում։ Այսինքն, երբ որ մենք խոսում ենք խնդրելուց, մենք պետք է նախ եւ առաջ տեսնենք, այն ինչ որ խնդրում եմ, այն ցանկությունը ինչ որ ունեմ, այն փափագը որ ունեմ, Աստծո կամքի մեջ, Աստծո ցանկության մեջ է, թե ոչ։ Աստված ուզում է, որ այդ ամեն ինչը իրականություն դառնա իմ կյանքում, թե ոչ։ Որտեւ եթե Տիրոջն ենք սիրում, եթե Տիրոջն ենք պատկանում, եթե Հոր Աստծո զավակ ենք, մեր փափագը էս է լինելու, որ Տեր, թող որ քո կամքը լինի։ Ուզում ենք, որ քո կամքը իրականություն դառնա մեզ համար։ Գիտեք ինչի՞։ Որտեվ հասկանալու ենք, որ եթե Տիրոջ կամքը իրականություն դարձավ մեզ համար, մեր կյանքի համար սա լավագույնն է։ Լավագույնն է, կատարյալն է։ Դրա համար Պողոս Սարաքյանն ասում է, որ թող Աստծո կամքը լինի կամ փափագեք, որպեսզի Աստծո կամքը լինի, որը որ բարին, հաճելին եւ կատարյալն է։ Սա լավագույնն է մեզ համար։ Դրա համար այն ինչ որ Տիրոջ կամքի մեջ խնդրենք, Տերը խոստացավ ինչ կանի, այդ ամեն ինչը կտա։ Դրա համար ասում են խնդրեք եւ կտրվի ձեզ։ Փնտրենք ում կամ ինչը։ Նախ եւ առաջ մենք փնտրում ենք Աստծուն, երբ որ նույնիսկ խոսում ենք Աստծուն, Աստծո կամքի շրջանակը, ասում են որ փնտրեք Աստծո արքայությունն ու նրա արդարությունը, մինչև այդ մենք խոսեցինք։ Մնացած բաները ինչ կլինի, կտրվեն ձեզ։ Նորից երբ որ մենք փնտրում ենք, ճիշտ բան ենք փնտրում։ Ճիշտ բան էլ գտնելու ենք։ Առակաց առաջի գլուխ 28-29 համարներ։ Այն ժամանակ կկանչեն ինձ, բայց ես չեմ պատասխանի։ Կփնտրեն ինձ, բայց չեն գտնի։ Գիտեք պատճառը որն է։ 29 համարը։ Որովհետև ատեցին գիտությունը եւ Տիրոջ երկյուղը չընտրեցին։ Այսինքն բոլոր նրանք, ովքեր որ փնտրում են Աստծուն, կանչում են Աստծուն, բայց իմաստությունը չսիրեցին, Տիրոջ իմաստության մեջ չվարվեցին, իր գիտությունը չցանկացան, չեն փնտրելու, չեն գտնելու ոչ մի բան։ Չեն գտնելու ընդհանրապես, սա հստակ է սիրելիներ։ Մարդիկ կարծում են, որ մանավանդ որ շատ են խոսում ընդհանրական ունիվերսալիզմի մասին, որ Տերը դե բոլորին սիրում է, Տերը բոլորին կփրկի, չի կարող այնց լինի, որ Տերը ինչ որ մեկին դատապարտության ուղարկի, չկա նման բան։ Աստծո խոսքը շատ հստակ է, այդ բաժանումը դնում է։ Կգտնեն նրանք,
ովքեր որ Տիրոջին են, ովքեր որ փնտրում են Տիրոջ գիտությունը, իմաստությունը, երկյուղ ունեն Աստծուց։ Նույն առակացության գլուխ 17 համարը նայեք, ասում է. ես սիրում եմ ինձ սիրողներին եւ ինձ փնտրողները, նորից ասում է, կգտնեն ինձ։ Ես սիրում եմ իմ վերաբերմունքը իմ սիրողների, ինձ սիրողների նկատմամբ այլ է։ Այո, Աստված սիրում է ամբողջ արարչագործությունը, ամբողջ աշխարհը, որպես արարիչ։ Իր արարվածներն են։ Բայց գիտեք տարբերությունը ո՞րն է մեր նկատմամբ սիրո։ Մեզ սիրում է որպես հայր իր զավակների։ Դրա մեջ տարբերություն կա։ Աստծո սիրո մեջ տարբերություն կա։ Եվ այդ տարբերությունը նաև տեսնում ենք այս հատվածների մեջ շատ հստակ։ Դրա համար ասում են նրանք, ովքեր որ ինձ սիրում են, ինձ ինչ կանեն, կգտնեն։ Երեմիա 29:13 Դուք փնտրում եք ինձ ու կգտնեք, երբ ինձ ձեր ամբողջ սրտով կորոնեք։ Կիսատ պրատ բաներ նորից Աստված չի ընդունելու։ Եթե ձեր ողջ սրտով, ձեր ողջ էությամբ փնտրում եք Աստծուն, կգտնեք Աստծուն։ Աստծո հետ եք լինելու։ Եթե կիսատ պրատ լավ, դե ես իմ կյանքս, իմ էությունս, իմ ողջ սիրտս պատկանում է ուրիշ բաների, մի փուչուր կտրամադրեմ Աստծուն, այս տրամաբանության մեջ ասում է չեք գտնելու։ Ինձ հետ կապ, ինձ հետ գործ չունեք։ Բայց նրանք, ովքեր որ լիարժեք կերպով ամբողջ սրտով սիրում են Տիրոջը, կգտնեն։ Երկրորդ Օրինաց 4-րդ գլուխ 29-30 համարները։ Այստեղից դու կորոնես քո Տեր Աստծուն եւ կգտնես, եթե քո ամբողջ սրտով եւ քո ամբողջ հոգով փնտրես նրան։ Ուշադրություն դարձրեք, նույն բանը անդադար Տեր Աստված կրկնում է։ Քո ողջ էությամբ, եթե Տիրոջը սիրես, Տիրոջը հետևես, գտնելու ես Տիրոջը։ Երբ նեղության մեջ գտնվես եւ այս բոլոր բաները պատահեն քեզ վերջին օրերին, այն ժամանակ դու կդառնաս քո Տեր Աստծուն եւ կհնազանդվես նրա ձայնին։ Նեղությունները այս ամեն ինչը ոչ թե մեզ հեռացնում են Աստծուց, այլ նեղություններն ու դժվարությունները առիթ են հանդիսանալու նորից տեսնելու Տիրոջը։ Վստահ եմ ամեն մեկս մեր կյանքում եղել է դեպքեր, երբ որ նեղության մեջ ենք, դժվարությունների մեջ ենք, մի ուրիշ տիպի ենք սկսել փնտրել Աստծուն։ Մի ուրիշ տիպի ենք սկսել հասկանալ Տիրոջ կամքը։ Չեմ ասում, որ սա նորմալ է, բայց սա այն է, ինչի մեջ որ մենք ապրում ենք, որպես մարդ արարածներ։ Երբ որ նեղության մեջ են, մանավանդ մեծամասնությունը, իմ աշխարհիկներն էլ, հենց որ նեղության մեջ են մտնում, միանգամից հոգևոր են դառնում, միանգամից փնտրում են Աստծուն։ Ես չեմ ուզում, որ մենք էլ այդ կարգավիճակում գտնենք։ Այո, հոգատար հայրը խոստացավ, որ եթե խնդրենք, եթե փնտրենք, եթե թակենք այս ամեն ինչը, տրվելու է մեզ։ Մեր հոգատար հայրը այս խոստումն ունի եւ այս վերաբերմունքն ունի մեր նկատմամբ։ Այն ամեն ինչ, որ Տեր Աստված ասեց, այդ ամեն ինչը իրականություն են դառնալու։ Ուրիշ ինչի կարիք ունենք, ժողովուրդ։ Նրանք, ովքեր որ ընդունեցին Հիսուսի կատարյալ զոհը, ընդունեցին կյանքը։ Դրա համար եթե հայրը, սիրող հայրը իր որդուն տվեց, ուրիշ էլ ինչ բան կթաքցնի, հասկանում եք, եթե մենք կարիք ունենանք։ Մենք ամենը թանկն ունենք, Քրիստոսին ունենք։ Դա նորից չի նշանակում, որ մեր կյանքը հալած յուղի պես է լինելու, խնդիրներ չենք ունենալու։ Սրա մասին չի ընդհանրապես խոսքը։ Խոսքը նրա մասին է, որ Քրիստոսի մեջ ես արդեն իսկ բավարարված եմ։ Եթե Քրիստոսին ունեմ, այլ բանի կարիք չունեմ, ինչի կարիք էլ որ ունենամ, Տերը այդ ամեն ինչը խոստացել է, որ կտա։ Եվ այս վերաբերմունքը Տերը ցույց է տվել իմ եւ քո նկատմամբ։ Այս վերաբերմունքը, այս ամեն ինչը հաստատվել է խաչի վրա Հիսուս Քրիստոսի խաչվելով։ Իր որդուն ուղարկելով այս ամեն ինչը, ինչ որ ինքը ասեց, այդ ամեն ինչը մեր համար իրականություն դարձավ։ Հետևաբար մենք ինչի պետք է արդար կերպով վարվենք դիմացինի նկատմամբ, որտեվ Տեր Աստված ինքն է վարվում մեր նկատմամբ այդ ձև։ Ինքը վարվեց այդ ձև։ Եվ իր արդարությունը, իր ողորմությունը արտահայտվեց մեզ փրկելով, մեզ ազատագրելով են գալիք բարկությունից։ Երկրորդը, ինչու պետք է վարվենք այդպես, որտեվ երկնավոր հայրը, երկնավոր հոր էությունը բխում է
այդ վերաբերմունքը մեր նկատմամբ։ Այսինքն հոր էությունից է բխում այդ վերաբերմունքը։ Հիշեք մի բան, այն ինչ որ մենք կարդում ենք, խոսում ենք Աստծո մասին, օրինակի համար Աստված սիրում է, Աստված արդար է, Աստված ողորմած է, այդ ամեն ինչը ցույց է տալիս Աստծո ով լինելը, եւ Աստծո ով լինելուց է բխում իր խոսքերը։ Եվ այն ինչ որ ասում ենք, այդ վերաբերմունքը գալիս է իր էությունից, իր ով լինելուց, 9-ից 11 համարները։ Կամ ով է ձեզանից այն մարդը, որից իր որդին հաց խնդրի, նրան քար կտա, կամ ձուկ խնդրի, նրան օձ կտա։ Պատասխանը ո՞րն է։ Ոչ մեկ, չէ, տրամաբանությունն ասում է, որ պիտի նման բան չլինի, ասում է, ով է ձեզանից այն մարդը, որից եթե իր որդին հաց խնդրի, նրան քար կտա։ Հիմա ձեզ է, եկեղեցուն է նստած աստեղ, բնականաբար ասելու ենք, չէ, դե մենք տես բան չենք անի։ Աշխարհիկ մարդն էլ այդ տրամաբանությունը որոշ առումով ունի, որ եթե իր զավակը իրանից հաց է ուզում, ինքը քար չի տալիս։ Եթե ձուկ է ուզում, օձ չի տալու։ Հիմա նայեք, քարի առումով զուտ կատակի տեսքով։ Երբ որ ասում է օձ, մի պատկերացեք, որ ասենք ֆիզիկական ինչ որ օձ է տալու կենդանի, որը որ իրան ցավ է պատճառելու կամ վնաս է տալու։ Ի նկատի նորից էփված, պատրաստված, որ նման է ձկան։ Բայց հрьяաների համար օձը ինչ էր։ Անմաքուր կենդանի էր, այսինքն նորից տրամաբանություն չկա հрья հոր համար, որ իր որդուն պատրաստի անմաքուր կերակուր տա։ Տրամաբանություն սրա մեջ չկա։ Բանալի բանը շարունակության մեջ նայեք։ Արդ եթե դուք որ ինչ եք, չար եք, ձեր զավակներին բարի պարգևներ տալը գիտեք։ Ինչ է նշանակում, որ դուք չար եք։ Մեղավոր ենք եւ չար ենք, այո, մեր էությամբ մենք չար ենք։ Մարդկությունը չար է, այո, որոշ առումով մեր զավակների իրանց հարազատների նկատմամբ բարիք անել գիտեն, բայց այդ բարիքները չակերտավոր։ Էությունը բոլոր ողջ մարդկության չար է։ Հռոմեացիս 3-րդ գլուխ 12 համարը, նայեք ինչ է ասում։ Բոլորը խոտորվել են միասին, անպետք դարձել։ Բարություն անող չկա, մեկն անգամ չկա։ Ստեղ կա ինչ որ բաներ, առանձնահատկումներ, դե բոլորը, բայց դե այս մեկը տարբերվում է։ Բոլորը ումի նկատի ունենք։ Բոլորը անխտիր։ Բոլորը մեղք են գործել եւ բոլորը չարն են անում, բարություն անող ընդհանրապես չկա։ Եվ որ ես սրա մասին ասում եմ, նայեք Աստծո տեսանկյունից։ Մարդկային տեսանկյունից մենք որոշ բաներ կա բարի են գնահատում, որոշ բաներ կա չար են գնահատում, բայց ելի եմ ասում են բարին ինչ որ մենք տեսնում ենք, նույնիսկ այդ բարին Աստծո առաջ ինչը չար է, որովհետև նպատակները, շարժառիթները, ամեն ինչը Աստծո փառքի համար չեն արվում։ Հռոմեացիս 5:5 Իսկ հույսը չի ամաչեցնում, որովհետև Աստծո սերը սփռված է մեր սրտերի մեջ Սուրբ Հոգու միջոցով, որ տրվեց մեզ։ Մենք էլ ժամանակին ի վիճակի չենք որովհետև բարի բան անելու։ Մենք էլ ի վիճակի չենք սիրելու։ Ում միջոցով այդ հնարավորությունը ստացանք։ Աստծո Սուրբ Հոգու։ Երբ որ վերստին ծնունդ ստացանք, Սուրբ Հոգու միջոցով Աստծո սերը մեր սրտում հիմա ներկա է։ Տիրոջ միջոցով է, որ մենք վերականգնել ենք, ունենք կարողությունը բարին անելու։ Հակառակ դեպքում այն ժամանակ, ինչպես որ չարն էինք անում, առանց Քրիստոսի շարունակելու ենք այդ չարը անել։ Տիրոջ շնորհիվ է, որ մենք կարող ենք այսօր սիրել եւ Աստծո էությունը արտահայտվում է հետևյալ կերպով, որ եթե ինքը բարի է, մենք չար ենք, այդ չարության մեջ մենք կարողանում ենք ինչ-որ մի բան բարին անել, ի հակադրություն է դրվում Աստծո բարի էության։ Մարկոսի ավետարան 10-րդ գլուխ 18 համարը սրա մասին մի քանի կիրակի առաջ անդրադարձա, բայց ուզում եմ նորից այս մեր թեմայի վերաբերյալ է։ Երբ որ հարուստ պատանին մոտեցավ Հիսուսին որպես ուսուցիչ, իրան անվանեց բարի վարդապետ, ասաց ընդհանրապես, այսինքն ես քեզ ընդունում եմ որպես բարի ուսուցիչ։
Ուշադրություն դարձեք Հիսուսի պատասխանին։ Հիսուս նրան ասաց. «Ինչու ես ինձ բարի անվանում»։ Ինչի նկատի ունի Հիսուս բարի չէր։ Հիմա կոնկրետ պատասխանեք, մի տեսակ չեք հստակ ասում։ Հիսուս բարի էր, թե բարի չէր, Հիսուս բարի էր։ Խնդիրը ինչումն էր։ Այս պատանին Հիսուսին մոտեցավ որպես Աստված, որպես Մեսիա, չէ, որպես ուղղակի մի վարդապետ, ուսուցիչ։ Դե համար Հիսուս ասում է, եթե ինձ մոտենում ես որպես ուսուցիչ, ասեմ իմանաս, որ որպես ուսուցիչ ես բարի չեմ կարա լինեմ։ Ինչու՞։ Որովհետև բացի Աստծուց ուրիշ ոչ ոք բարի չէ։ Հիսուս շատ հստակ էս գնահատականը տալիս է եւ Աստված էս գնահատականը տալիս է։ Եվ հիմա նայեք հակադրությունը։ Մարդու էությունը, որ չար է, ասում դուք ձեր չար էությամբ ձեր զավակներին բարի անել գիտեք։ Բարի կերպով եք վարվում։ Իսկ Աստված իր էությամբ 11 համարը Արդ եթե դուք որ չար եք ձեր զավակներին բարի պարգևներ տալը գիտեք, հապա որքան առավել ձեր հայրը, որ երկնքում է, բարիքներ կտա նրանց, ովքեր խնդրում են իրեն։ Այս հատվածը ինչ շրջանակ է գծում մեր առաջ։ Ովքեր են մտնում այդ շրջանակի մեջ։ Զավակները, հոր զավակները։ Տեր Աստված ասում է, որ դուք այո ձեր զավակներին բարի կանել գիտեք, բայց Աստված, որ առավել բարի է իր զավակներին, որպես իր երկնավոր հայր, ինչ կանի, ամեն բարիքները կտա, ովքեր խնդրում են իրեն։ Նորից մենք սրա մեջ չենք տեսնում ընդհանրական մի հասկացողություն։ Մենք տեսնում ենք այն նեղ հարաբերություն, ինչ որ Աստված մեզ հետ ունի։ Հայր եւ որդի հարաբերություն։ Մենք որպես իր զավակներ եւ մեր հայրը, որ բարի է, խոստացավ, որ իր էությունից բխած ինքը բարին է անելու մեր նկատմամբ։ Հետևաբար ինչ որ էությունն է Աստծու, Աստված էլ նույնը նաեւ ակնկալում է ումից մեզանից, որտեվ եթե մենք մեր հոր զավակն ենք, ուրեմն մենք պետք է վարվենք մեր հոր նման։ Դե համար երբ որ Աստված ասում է Աստված սուրբ է, ուրեմն հոր Աստծո նման ինչ եղեք, սուրբ եղեք։ Դրա համար է ասում, որ եթե Աստված սեր է, ուրեմն դուք ինչ արեք, սիրեք։ Եթե Աստված արդար է, ուրեմն ինչպես վարվեք, արդար կերպով վարվեք։ Եթե ձեր հայրը ողորմած է, ուրեմն ինչպես վարվեք, ողորմած եղեք։ Այն իր էությունից է դուրս գալիս եւ Աստված ակնկալում է, որ նույն վարքը նաեւ ով ունենա, մենք ունենանք։ Աստված մեր բարի ողորմած գթած հայրը մեր նկատմամբ վարվում է իր էությամբ, իր ով լինելու չափանիշներով։ Եվ ամեն ինչի փառքը նորից ուղղում ենք Աստծուն։ Մի փափագ իրականում ունենք, մի ցանկություն ունենք, որպես իր զավակներ, իր որդի մեկ բան լսելու Աստծուց։ Մատթեոս 25:23 Նրա Տերը ասաց նրան. Լավ, բարի ու հավատարիմ ծառա, քանի որ դու քչի մեջ հավատարիմ եղար, ես քեզ շատ բանի վրա կկարգեմ։ Մտիր քո Տիրոջ ուրախության մեջ։ Սա է մեր փափագը, սա է մեր ցանկությունը, որ Տեր Հիսուս Քրիստոսով այդ պահը գալու է, որ իր զավակները, հոր զավակները այս խոսքը լսելու են։ Ամենաբարին ինչ որ Աստված կարար աներ, սրանից առավել էլ ինչ ենք ուզում կամ ինչի կարիք ունենք։ Իրականում ոչ մի բանի կարիք չունենք։ Ուղղակի մեկ օր կբացվի այդ արքայության դուռը, որ մենք այսօր թակում ենք։ Այդ ամեն ինչը իրականություն դառնա։ Թեև փրկված ենք, թեև արդարացած ենք, բայց պահը գալու է, որ այդ ամենը վերջնական իր արդյունքի է հասնելու։ Երբ որ Տիրոջ հետ ենք լինելու հավիտյան։ Եվ երրորդը, ոչ միայն Տերն է ձև վարվում մեր նկատմամբ, ոչ միայն երկնավոր հոր էությունն է այդպիսի վերաբերմունք բխում մեր նկատմամբ, այլ նաև նույն երկնավոր հայրը ցանկություն ունի, փափագ ունի, որպեսզի մենք էլ այդ նույն վերաբերմունքն ունենանք։ 12 համարը։
Հիմա տեսեք, երբ որ այս ամեն ինչը նկարագրեց, հետևյալն է ասում. Այն ամեն ինչ կամենում եք, որ մարդիկ ձեզ անեն, այդ արեք եւ դուք նրանց, որտեվ սա են օրենքները եւ մարգարեները։ Հասկանում եք, երբ որ Տեր Աստված ներկայացնում է, թե ինքը ինչ վերաբերմունք ունի մեր նկատմամբ, իր էությունից բխած ինչ խոստումներ է մեզ տվել, հիմա մեզ հստակ պատվեր է ասում, ինչպես որ ես եմ ձեր նկատմամբ վարվում, ինչպիսի խոստումներ որ ձեզ տվեցի, հիմա ուրեմն դուք ինչ արեք, դուք էլ գնացեք ու վարվեք այնպես, ինչպես որ դուք կուզենաք, որ ձեր նկատմամբ վարվեն։ Վարվեք այդպես, ինչպես որ ձեր դիմացիներն են։ Այսինքն մի վարվեք դիմացինի վարքով, մի վարվեք ձեր հարմար լինելու չլինելու կերպով։ Գիտեք, այս կանոնը անվանում են ոսկե կանոն։ Շատ մարդիկ ու նաև կրոններ փորձել են նման մտքեր արտահայտել, օրինակի համար հուդայիզմի մեջ կա հետևյալ արտահայտություն, ասում է՝ մի արա մյուսին այն, ինչ քեզ համար չէր ուզենա։ Սա ողջ օրենքն է, մնացածը մեկնաբանությունը։ Իսլամը ունի նույնպես նման մտքեր, ասում է, ձեր միջից ոչ մեկը չի լինի ինչպես իրապես հավատացող, մինչև չցանկանա իր եղբոր համար այն, ինչ ցանկանում է իր համար։ Հինդուիզմ ունի նման մի տրամաբանություն եւս, ասում է, մի վնասեք մյուսին այնպես, ինչը ձեզ համար նույնպես ցավալի կլինի։ Բուդդիզմը մի արեք մյուսին այն, ինչ որ ձեզ համար ատելի է։ Ու սենց կարամ շարունակեմ։ Հասկանում եք, ամեն մարդիկ ինչ որ կերպով փորձել են այս ոսկե կանոնը կամ ինչ որ սկզբունքներ առաջ բերել։ Բայց Հիսուս Քրիստոս տվեց մեզ կատարյալը, տվեց ամբողջականը, լիարժեքը։ Հիսուս տվեց մի օրենք, որ եթե օրինակ մի պատկերացնեք, որ ամբողջ աշխարհը այդ օրենքով շարժվի։ Մի պատկերացրեք, եթե ամբողջ աշխարհը ուրիշ ոչ մի բան չգիտի, զուտ էս մի պարզ նախադասությամբ առաջնորդվի։ Պատկերացնում եք ոնց միանգամից ամեն բան կփոխվի։ Բայց այս ամեն ինչը իրականություն կարա դառնա։ Չէ։ Մենք էլ չենք կարող այս ամեն ինչը իրականություն դարձնենք, եթե Տերը մեզ այդ կարողությունը չտար։ Եթե Տիրոջ հոգին մեր մեջ չլիներ, մենք սա ի վիճակի չենք լինի իրականություն դարձնելու։ Դա համար Տեր Հիսուս Քրիստոս իր լեռան քարոզում շատ հստակ ասաց. Փարիսեցիները դպիրներ են ամիջ ինչ որ անում են, կեղծավոր կերպով են անում։ Մարդկանցից են փառք փնտրում, ինչ որ մի բաներ փորձում են մոգոնեն, որպեսզի արդար ներկայանան, բայց ասում է դուք դες չպետք է վարվեք։ Ձեր արդարությունը պետք է գերանձանցի այս մարդկանց արդարությունից։ Եվ դա արդեն մեզանից չի լինելու, այլ Տիրոջ շնորհիվ է լինելու։ Հռոմեացիս 8-րդ գլուխ 4-րդ համար ասում է, որպեսզի օրենքի արդարությունը կատարվի մեր մեջ, որ ոչ թե ըստ մարմնի ենք վարվում, այլ ըստ հոգու։ Քանի որ Տիրոջն ունենք, եւ ուզում ենք Տիրոջը հնազանդ կերպով վարվենք, վարվում ենք ոչ թե ըստ մարմնի, ոչ թե մեր ցանկությունների, այլ ուզում ենք վարվենք ըստ հոգու։ Դա համար Հիսուս պարզ սկզբունք է տվել։ Ասում այն ամենը, ինչ որ ուզում ես, որ քո նկատմամբ անեն, դու նույնը արա։ Մեկ պարզ նախադասություն, որի մեջ որ ասում է, որ պարփակված է ողջ մարգարեները եւ ողջ օրենքը, այսինքն այն բոլոր բարոյական ուսմունքը, որ Մովսեսական օրենքի մեջ ենք տեսնում, ամփոփված է որտեղ այս մի նախադասության մեջ։ Դա համար ինչի պետք է ընդհանրապես վարվենք արդար կերպով։ Ինչի պետք է մենք ձգտենք ճիշտ վերաբերմունք ունենալու։ Աշխարհը մեղավոր է, անարդար են, ճիշտը վարվում ես հակառակն են անում, հասկանում եք, չվարվելու օրինակներ, ճիշտ ձևով չվարվելու պատճառներ հազարը կան։ Ամեն վարկյանում այդ հնարավորությունն ունեք։ Որ դուք վարվեք այնպես, ինչպես որ ձեր նկատմամբ մարդիկ են վարվում։ Բայց մեզ Տերը ինչ է ասում։ Ասում է տենց մի վարվեք։ Ես ձեր նկատմամբ տենց չեմ վարվում։ Իմ էությունս դրանից դուրս է, այսինքն Աստված իր էությամբ ակնկալում է, որպեսզի մենք այլ վարք ու վերաբերմունք ունենանք։
Եվ իր ցանկությունը արտահայտել է հետևել նախադասության մեջ, որ պատվիրել է վարվենք այնպես, ինչպես որ կցանկանանք, որ մեր նկատմամբ վարվենք։ Ուրեմն սա են 3 պատճառները, որով որ մենք էլ պետք է ուղղորդվենք։ Իմանալով Տիրոջ խոստումները, իմանալով իր էությունը եւ իմանալով Տիրոջը պատվերը, որ ուղղված է ամեն մեկին։ Եվ հիշում եք, որ լեռան քարոզը վերաբերվում է բոլորին։ Բոլոր նրանց, ովքեր որ ցանկություն ունեն Տիրոջը հետևելու։ Բոլոր նրանց, ովքեր որ ցանկություն ունեն Քրիստոսին հետևելու։ Այսինքն ում մեզ, ինձ այդ ամեն ինչը վերաբերվում։ Ուրեմն գնանք ու արդարությամբ վարվենք։ Գնանք ու վարվենք այնպես, ինչպես որ Տեր Աստված մեր նկատմամբ է վարվում։ Ու ասեմ, մենակ այս մի սկզբունքը չի։ Նայեք սիրո վերաբերյալ։ Նայեք ամեն առումով, երբ որ խոսքը գնում է մեզ, Տերը պատվեր է տալի, ասում է՝ նախ ես ձեզ սիրեցի։ Նախ ես ձեր նկատմամբ հոգ տարա, հասկանում եք։ Ասում է հիմա ինչ որ ձեր նկատմամբ ես արել եմ, նույնն էլ դուք գնացեք ու արեք մարդկանց։ Ու այս ամեն ինչի մեջ ով պետք է փառավորվի։ Նորից մեր Տեր Աստված, մեր երկնավոր Հայրը, որ գթած է, ողորմած է եւ ասում է, որ եթե թակենք կբացվի, եթե խնդրենք կտրվի, եթե փնտրենք կգտնենք, բայց պետք է ամբողջ սրտով Տիրոջը հետևենք եւ Տիրոջը լինենք։ Աղոթենք։ Տեր Աստված, փառք ենք քեզ տալիս քո խոստման համար, Տեր, քո էության, քո ով լինելու համար, Տեր, եւ քո պատվիրանների համար, որոնք որ կատարյալ են, որոնք որ չունեն որևիցե պակաս բան եւ լիարժեք ու ամբողջական են, Տեր։ Մենք շատ դեպքերում վարվում ենք եսասիրաբար եւ որպես երեխաներ ենք վարվում, այլ ոչ թե որպես հասուններ։ Աղոթում եմ, որ Տեր օգնես, որ իրապես այս գիտակցություն ունենանք, որ նախ եւ առաջ դու սիրեցիր, Տեր, նախ դու ներեցիր, նախ դու ողորմած գտնվեցիր եւ դրանից հետո ասացիր, որ մենք էլ գնանք ու նույն կերպով վարվենք, Տեր։ Փոխիր մեր ընթացքը, որպեսզի ոչ թե մարմնի կերպով վարվենք, այլ հոգով վարվենք, Տեր։ Դիմացինի շահը փնտրենք, այլ ոչ թե մեր շահը։ Մեկս մյուսի համար աղոթող լինենք, մեկս մյուսի բեռը բարձրացնող լինենք, Տեր։ Մեր փափագ ու ցանկությունը լինի քեզ փառավորելը, Տեր։ Իմանանք մի բան, որ ինչ որ դիմացինին ենք անում, քեզ ենք անում։ Ու այդպես լավագույնն անենք, լավագույնին ձգտենք, լավագույնի փափագն ունենանք, Տեր։ Իմանալով, որ դու ողորմած ու գթած ես եւ այո պահը գալու է, որ քո թագավորության մեջ մեզ ընդունելու ես, Տեր։ Այդ փափագը ունենք, այդ ցանկությունը ունենք շուտով քեզ հետ հանդիպելու։ Որպեսզի այլևս մեղքի մեջ չլինենք, որպեսզի այլևս այս տկար, մեղավոր աշխարհի մեջ չլինենք, Տեր, որպեսզի լիարժեք ու հավիտենական կյանք ունենանք քեզ հետ ու երբեք այլևս չբաժանվենք։ Եթե կան մեր մեջ մարդիկ, Տեր Աստված, որոնք որ դեռ քո զավակը չեն, դեռ քեզ ճշմարտությամբ չեն ճանաչել, Տեր, դու այցելություն արա։ Դու խոսիր նրանց սրտի հետ, որպեսզի ճշմարտությունը իրանց սրտերում դաջվի եւ հավատալով կյանք ունենան, Տեր։ Այն կյանքը, այն փրկությունը, որ վեր է ամեն մարդկային մտքից։ Ուստի ամեն ինչ մեջ դու փառավորվիր։ Հայր, Որդի եւ Սուրբ Հոգի, հավիտյանս հավիտենից։ Ամեն։